Նախ ներկայացնենք մեր այս հատվածի առաջին հյուրին, որովհետև խոսելու ենք օրվա խորհրդի մասին, նշեցինք արդեն, որ այսօր հոկտեմբերի 10-ն է եւ ամբողջ աշխարհում այսօրը նշվում է որպես հոգեկան առողջության օր, ինչպես պետք է պահպանվեն հոգեկան առողջության տարատեսակ խնդիրներ, օրենսդրական ինչպիսի կարգավորումներ կան կամ չկան եւ ինչպես պետք է այդ բացը լրացնել, արդեն կներկայացնի մեր այսօրվա այս հատվածի առաջին հյուրը։ Այո, որն ի դեպ արդեն տաղավարում է, շտապ ենք ներկայացնել նրան Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք։ Լավ, շնորհակալ եմ, հուսով եմ դուք էլ։ Մենք էլ ինչպես է սկսել առավոտը, մենք միշտ մեր հյուրերին հարցնում ենք, ինչպես է առավոտը սկսել։ Շատ հետաքրքիր ինչպես միշտ եւ ներդաշնակ, որովհետեւ առավոտները շատ եմ սիրում, արտացել եմ շատ հետաքրքիր տրամադրվածությամբ եւ մեծ ուրախությամբ եկել եմ այստեղ խոսելու մեր շատ կարեւոր խնդիրներից մեկի մասին, մասնավորապես հոգեկան առողջության խնդիրների հետ կապված հարցերի մասին եւ նաեւ այս խումբ քաղաքացիների մասին։ Ահա, այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է, հետաքրքիր է թե այս թեման ինչ առանձնահատկություն եւ կարեւորություն ունի մարդու իրավունքների տեսանկյունից։ Բնականաբար սա մարդու իրավունքների տեսանկյունից կարևորագույն հարցերից մեկն է, որովհետև նախ վերաբերում է ընդհանուր առմամբ հասարակության տեսանկյունից զգայուն խնդիրներից մեկին եւ սա երևի թե այն ամենամեծ մարտահրավերներից է, որը մենք ենք նաեւ փորձում հաղթահարել այս խնդիրների հետ կապված հարցերը ներկայացնելու եւ հասարակությունում արկա խնդիրները հաղթահարելու համար, բայց նաեւ դրա հետ մեկտեղ կան մարդու իրավունքներին առնչվող բազմապիսի հարցեր, որոնք վերաբերում են թե հոգեկան առողջության հետ կապված խնդիրներին, թե հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքներին եւ բնականաբար այս ամենը չի կարող նաեւ իմ եւ մեր հաստատության տեսանկյունից կարեւորություն չներկայացնել։ Քանի որ խոսում ենք հենց մեր հայրենիքի Հայաստանում տեղի ունեցող այս ոլորտի մասին, հոգեկան առողջության պահպանման ոլորտում որոնք են ամենաարդիական, գուցե նաեւ ամենատարածված խնդիրները, որոնց զբաղվում ենք մեզ մոտ։ Երևի թե ամենամեծ խնդիրը կարծրատիպերի եւ նախապաշարմունքների առկայությունն է, որովհետեւ դրա արդյունքում լրացուցիչ խնդիրներ են նաեւ ի հայտ գալիս, որոնք նաեւ ծավալի տեսանկյունից ծայրահեղ մեծացնում են խնդրի առկայությունը, քանի որ Հայաստանում ընդհանրապես հոգեկան առողջության խնդիրների մասին խոսելը էլ չասեմ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալը միանշանակ այսպես ավելի կարծրատիպային եւ խարանային արձագանքի է շատ դեպքերում արժանանում, հետեւաբար շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել այդ կարծրատիպերը եւ նաեւ ձեզ շնորհակալություն, որ այսպիսի կարեւոր թեմա եք ընտրել հենց այսօրվա քննարկման համար, որովհետեւ դա եւս մարդկանց իրազեկելու տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի։ Իհարկե խնդիրները նաեւ շատ են այն տեսանկյունից, որ այսօր մենք շատ քիչ համայնքահան ծառայություններ ունենք այս ոլորտների հետ կապված, հենց համայնքներում հոգեբանների, հոգեբույժների եւ մի շարք այլ ծառայությունների սահմանափակվածությունը արդյունքում մարդկանց համար մատչելիության հետ կապված տարատեսակ խնդիրները եւ բնականաբար, եթե այսպես շատ ավելի առաջ գնանք, արդեն հաստատություններին նույնիսկ կարող ենք անդրադառնալ, նշելով, որ այստեղ էլ բազմաթիվ են հարցերը, բայց կարևոր է պարզապես տեսնել այս խնդիրները, բարձրաձայնել դրանց մասին եւ իհարկե վստահ եմ, որ ճիշտ քայլերով կկարողանանք լուծել դրանք։ Այո, երբ խոսում ենք հոգեկան առողջության առհասարակ պահպանման ոլորտի բարելավման, վերահսկման եւ անհրաժեշտ փոփոխությունների մասին, այս առումով ինչ ներգրավվածություն եւ դեր ունի մարդու իրավունքների պաշտպան ինստիտուտն ու հաստատությունը։ Նշեմ, որ մեր դերակատարությունը որոշակի ոլորտների առումով առանցքային է, որովհետև եթե հիմնական շեշտադրումը կատարենք հաստատություններում տարբեր մարդու իրավունքների պաշտպանության վրա, ապա այստեղ մենք ունենք մշտադիտարկման լիազորություն, ընդ որում այդ մշտադիտարկման լիազորությունը բավականին լայն եւ ուժեղ լիազորություն է, որովհետև կարող ենք այցեր իրականացնել նույնիսկ առանց հայտարարելու, առանց որևէ մեկին տեղյակ պահելու, խնդիրներ արձանագրել, դրանք ոչ միայն բարձրաձայնել, այլ նաև պահանջել խնդիրների լուծումներ, բայց դրա հետ մեկտեղ մենք նաև քննարկում ենք այդ թվում անձանցից ստացված անհատական բողոքները, որոնք նաև կոնկրետ իրավիճակների են վերաբերում եւ գումարած սրան ամբողջականացնում ենք համակարգային խնդիրները եւ դրանք հրապարակային ներկայացնում ենք, ավելին ասեմ, անդրադառնում ենք նաեւ խնդիրների, որոնց անդրադարձ գրեթե շատ իրավիճակներում չի եղել, օրինակ
այս տարվա մեր տարեկան զեկույցում շատ կարևոր էր բարձրագույն ուսումնական հաստատություններում օրինակ հոգեկան առողջության խնդիրների հասցեավորման հետ կապված հարցերին անդրադառնալը։ Առաջին հայացքից սրանք թվում են ոչ այնքան մեծ պոպուլարություն ունեցող հարցեր, բայց իրանք շատ կարևոր են եւ դրանց հասցեավորումն է շատ կարևոր ընդհանրապես մեր հասարակությունում առկա խնդիրները լուծելու տեսանկյունից։ Քանի որ դուք շատ բաց խոսում եք այն մասին, որ այո կան խնդիրներ եւ պետք է առաջին հերթին առերեսվել դրա հետ, ինչպիսի խնդիրներ գուցե նաեւ խախտումներ կան հոգեբուժական հաստատություններում, որոնք առաջնային են եւ հնարավոր առաջիկա եթե կա խնդիր պետք է լուծել, հենց այդ խնդիրներն են։ Ես կարևոր եմ համարում խնդիրների վերաբերյալ կառուցողական եղանակով խոսելը, որովհետև եթե մենք խնդիրները չենք տեսնում, մենք դրանք երբեք չենք լուծելու։ Հետևաբար, այո, այսպիսի կառուցողական քննարկումները նաև հնարավորություն են տալիս հաղթահարելու այդ խնդիրները։ Երևի, եթե խոսենք հաստատությունների մասին, առաջնահերթ նշանակություն ունեցող հարցը, որ ես ինքս պիտի բարձրաձայնեմ, դա շենքային պայմանների հետ կապված հարցն է։ Իհարկե, ուրախությամբ պիտի նշեմ, որ երբ ինքս սկսեցի բարձրաձայնել շենքային պայմանների հետ կապված խնդրի մասին այնպիսի միջավայրերում, որտեղ շատ ավելի այլ առաջնահերթ խնդիրների են ուշադրություն դարձնելու, իմ ուրախությունը նաև այն էր, որ մի քանի տարի առաջ ըստ էության սկսել ենք նաև ուշադրություն դարձնել այս հարցերին եւ կամաց նաև բյուջետային ֆինանսավորում է հատկացվում շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ, որովհետեւ մինչ այդ ըստ էության մենք ունենք հաստատություններ, որտեղ շենքային պայմանները խորհրդային միության տարիներից հետո ընդհանրապես չեն բարելավվել եւ բնականաբար սա ցույց է տալիս նաեւ մեր վերաբերմունքը այս մարդկանց նկատմամբ այդ թվում, հետեւաբար ես չափազանց կարևորում եմ առաջին հերթին շենքային պայմանների բարելավման հետ կապված պատշաճ աշխատանքների իրականացումը, խնդրի գիտակցումը եւ նաեւ խնդրի լուծման համար պատշաճ ֆինանսավորման հատկացումը, որովհետեւ սովորաբար մարդիկ մտածում են, որ դե կան ավելի առաջնային ոլորտներ ֆինանսավորում հատկացնելու համար, բայց ուրախությամբ շեշտեմ, որ մի քանի տարի առաջ իրականում սկսվել է նաև այս շրջափուլը ինչ որտեղ, որովհետև արդեն իսկ ունենք վերանորոգված եւ նոր պայմաններ ունեցող որոշակի հաստատություններ կամ դրանց մի հատվածներ։ Հաջորդը, որ շատ կարևոր է, արդեն նշեցի, համայնքահեն ծառայությունների զարգացում մենք պետք է ունենանք, որովհետև սա շատ կարևոր դերակատարություն կունենա նաև հաստատությունները բեռնաթափելու առումով, քանի որ այսօր բազմաթիվ մարդիկ կան հոգեկան առողջության տարբեր հաստատություններում, ովքեր ըստ էության չունեն ստացիոնար բուժման կարիք, եւ եթե օրինակ լինեին բավարար համայնքահեն ծառայություններ, նրանք պարզապես կկարողանային իրենց համայնքում բնակվել եւ չլինել հաստատություններում դարձյալ, քանի որ ինչպես նշեցի, դրա կարիքն ըստ էության չկա եւ ավելին ասեմ, մի փոքր ավելի խորանամ այս հարցի վերաբերյալ քննարկումը ներկայացնելիս, նրանց նույնիսկ հաստատությունում գտնվելը շատ դեպքերում կարող է հենց իրավունքների հետ կապված խնդիրներ ստեղծել, հետեւաբար մենք իրապես ամենօրյա ուշադրություն պետք է դարձնենք այս խնդրին։ Իհարկե շատ կարևոր է նաև հենց հաստատություններում այս մարդկանց նկատմամբ պատշաճ վերաբերմունքի առկայությունը, որովհետև նրանք պետք է արժանապատիվ պայմաններում հնարավորություն ունենան իրենց կենսագործունեությունը կազմակերպելու, նրանց նկատմամբ վերաբերմունքը չպետք է որևէ կերպ արժանապատվությունը նվաստացնող լինի եւ սա շատ կարեւոր է, որպեսզի ոչ միայն հաստատություններում, այլ ընդհանուր առմամբ մեր հասարակությունում պատշաճ մոտեցում ձևավորվի, թե այս մարդկանց, թե այս խմբի եւ թե ընդհանուր առմամբ հարցերի մասին, որովհետեւ երբեմն ես նկատում եմ նաեւ դա մեր մշտադիտարկման արդյունքներն են ցույց տալիս, օրինակ հոգեկան առողջության տարբեր խնդիրներ ունենալն ինքնին որպես վիրավորանք են շատ դեպքերում օգտագործում մեր հասարակության անդամները կամ նույնիսկ կան քննարկումներ, եթե հանկարծ քննարկումը վերաբերում է հոգեկան առողջության որևէ խնդիր ունեցող անձի, անմիջապես անձը թիրախավորվում է միայն այն պատճառով, որ ինքը ունի հոգեկան առողջության խնդիր եւ այսպես շարունակ, այսինքն խնդիրները բազմաթիվ են եւ կարեւոր է իրապես թե դրանց մասին խոսելը, թե դրանց ուղղությամբ աշխատելը։ Դուք քիչ առաջ նաեւ նշեցիք ձեր խոսքում, որ հենց մեր այսօրվա նաեւ հարցազրույցը իհարկե հնարավորություն է եւ հարթակ է այս խնդիրների մասին խոսելու համար, բայց քանի որ խոսում ենք հենց հանրության ընկալումներից, երբեմն այդ տարածված դերևս ընկալումներից, որոնք իհարկե ոչ միշտ են ճշգրիտ, հետաքրքիր է այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում, որպեսզի նախ ընդհանուր հանրային իրազեկվածությունն ավելի բարձրանա եւ նաեւ այդ ստիգմատիզացիան
մոտիվացիան ինչ որ առումով նվազի։ Ես մեկ անգամ էլ պետք է շեշտեմ, որ իրապես շատ կարևոր եմ համարում նաև ձեր նախաձեռնությունը հենց այս խնդրին անդրադարձ կատարելու, որովհետև սա հանրային իրազեկման շատ կարևոր մեթոդներից մեկն է։ Մենք ըստ էության շատ մեծ լսարանի համար խոսում ենք խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին, եւ այդ լսարանն առնվազն հաղորդակից է դառնում հարցին եւ կարողանում է խոսել, մտածել, վերլուծել այս հարցերը։ Եվ այդ տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի սա շարունակական լինի, այսինքն տարբեր ձևաչափերով հնարավոր լինի այս խնդիրները ներկայացնել։ Մեր հաստատության տեսանկյունից եւ անձնապես իմ տեսանկյունից հանրային իրազեկման աշխատանքների ներգրավվածությունը բավականին լայն ծավալ է իր մեջ ներառում, որովհետեւ տարբեր ձևաչափերով եմ ինքս ընդգրկված նաեւ հանրային իրազեկման աշխատանքներին, մասնավորապես անձնապես չափազանց հաճախ եմ այցելում հենց հաստատություններ համապատասխան, շփում եմ ունենում այնտեղ գտնվող մեր քաղաքացիների հետ եւ սա նաեւ հրապարակային է ներկայացվում, ինչը եւս հանրային կարծրատիպեր կոտրելու տեսանկյունից կարեւոր դերակատարություն ունի։ Եսի նկատի ունեմ բացի մշտադիտարկման սովորական գործիքներից, նաեւ սա կարեւոր գործիք է հանրային իրազեկումը բարձրացնելու ուղղությամբ։ Մենք պարբերաբար կազմակերպում ենք հանրային իրազեկման տարբեր միջոցառումներ երիտասարդների, երեխաների հետ, ունենք թե մարդու իրավունքների պաշտպանին առընթեր գործող երեխաների եւ երիտասարդների իրավունքների հարցերով զբաղվող խորհուրդ, որտեղ հենց երեխաներ եւ երիտասարդներ են, թե նաեւ շատ կարեւոր է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող մեր խորհուրդը եւ այստեղ մենք պարբերաբար քննարկման առարկա ենք դարձնում թե նշված հարցերը, թե նաև խորհրդի անդամներն իրենք են արդեն մասնակից դառնում տարբեր քննարկումների, բայց սրա հետ մեկտեղ չափազանց հաճախ թե ես ինքս, թե աշխատակազմի ներկայացուցիչները մեկնում են տարբեր ուսումնական հաստատություններ, հենց տեղում մարդկանց հետ խոսելու այդ թվում այս խնդիրների մասին եւ բնականաբար մեր հրապարակային զեկույցները անընդհատ այս խնդրի վրա ուշադրությունը կենտրոնացնելը ու նաեւ ինչը պակաս կարեւոր չէ, անընդհատ պետական իշխանության մարմիններին այս հարցերը բարձրաձայնելը եւ նաեւ պահանջելը, որպեսզի այս խնդիրները պատշաճ լուծումներ ստանան։ Իհարկե սրանք մեթոդների այդ ամբողջական ցանկը չէ եւ կարելի է պարբերաբար լրացնել, հա, ցանկի շրջանակներում ընդգրկված տարբեր միջոցառումների արկայությունը, բայց ուզում եմ շեշտադրել, որ այս քայլերը նաեւ պիտի ոչ թե լինեն մի հոգու կամ մեկ հաստատության կողմից իրականացվող, այլ պետք է շատ այսպես համակարգված լինեն, համակարգային լինեն եւ սա նաեւ այն բնագավառն է, ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության բոլոր բնագավառները, բայց հատկապես այս բնագավառներում չափազանց կարեւոր է սոլիդարությունը, այսինքն այդ թվում այս մարդկանց նկատմամբ վերաբերմունքի դիտանկյունից, բայց նաեւ այս խնդիրները բարձրաձայնելու ու լուծելու տեսանկյունից մենք բոլորս պետք է սոլիդար լինենք։ Այո։ Իրականում ոլորտը շատ բազմաճյուղ է, ինչպես խնդիրների մասին ենք մենք այսօր շատ հաճախ խոսում, այնպես էլ կատարված աշխատանքն է շատ ծավալուն եւ պետք է նաեւ շնորհակալություն հայտնենք այն մասնագետներին, որոնք աշխատում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց հետ, առողջություն ենք մաղթում բոլորին, շնորհակալություն նաեւ ձեզ այս իրազեկման արշավները եւ առհասարակ հասարակական կարծիքը փոխելու համար յուրաքանչյուր քայլի համար։ Ես ինքս եմ շնորհակալ թե ձեզ, թե այո, ճիշտ նշեցիք այն բոլոր մասնագետներին, այն բոլոր մարմինների ներկայացուցիչներին, ովքեր ամենօրյա ռեժիմով աշխատում են բոլոր արկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ։ Շնորհակալություն։ Մենք վստահ ենք, որ դեռ հնարավորություն կունենանք ձեզ հյուրընկալելու մեր տաղավարում եւ հերթական անգամ իհարկե անդրադառնալու ամենակարևոր թեմաներին, իսկ հիմա սիրելի հեռուստադիտողներ, ձեզ առաջարկում ենք կարճատև դադարից հետո լսել երաժշտություն ու վերադառնալ։